Jingle bells, jingle all the way. Բարի նախատոնական ոդքասթային երեկո, ցերեկո կամ միգուցե գիշեր, սիրելի մադրիդիստներ, Պապա Պերես ոդքասթը այս տարի երկրորդ եւ վերջին անգամ կլինի ձեզ հետ միասին։ Այսօր կամփոփենք տարին եւ կխոսենք վերջին իրադարձություններից եւ իհարկե գալիք տարվա սպասելիքներից։ Ես Ռոբի Ռաուլ Մարկոսյանս, Արամ Սահակյան, Իշխան Մելքոնյան, ողջույն։ Իսկապես դժվար տարի էր Ռեալի համար, լավ ես սկսեմ այս անգամ պատասխանատվությունը վերցնեմ։ Ոչ մեկ չգիտի, որ երկրորդ անգամ ենք սկսում, չէ՞։ Ես անգամն հենց ես ասում։ Շատ դժվար իրականում տարի ստացվեց Ռեալի համար օրացուցային, բայց միևնույն ժամանակ ֆուտբոլային ամփոփումներ անելը Սուրբ Ծննդյան տոներին մի փոքր այնց արդարել չի, որովհետև մենք գիտենք, որ ֆուտբոլային տարին այլ ժամանակահատվածում է սկսվում եւ ավարտվում, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ կարելի է մի քանի կարևոր կետերի անդրադառնալ, որ այս տարի եղան, թե տրանսֆերները, թե թիմում մարզիչ փոխվեց, ուր են գնում, ինչ է լինելու, այնպես որ կարծում եմ հետաքրքիր թեմաներ կան այս առնչությամբ։ Էլի չեն կարող չխոսել մրցաշրջանի առաջին կտորի մասին, այսինքն ընթացիկ մրցաշրջանի տարվա երկրորդ հատվածի մասին։ Էլի եկել ենք այնպիսի կետի, որ բեկումը մի տեսակ անորոշ է։ Մենք հիշում ենք վատ սկսված, բայց լավ ավարտված մրցաշրջան, օրինակ 2015-16-ը։ Մոտավորապես այսպիսի վիճակում էր Ռեալը 15 թվականի օրացուցային տարվա վերջում, երբ որ էլի տիտղոսներ չկային, գրեթե չկային, եթե չեմ սխալվում, ընդհանրապես։ Չկային։ Ու եկել էր Բենիտեսը, այդ ժամանակ արդեն մարզիչ փոխվեց։ Հիմա էլի կանգնած ենք այդ հարցի շուրջ։ Ինչ ընդհանուր բան ունեն Բենիտեսը եւ Ալոնսոն։ Միասին հաղթել են Ստամբուլի եզրափակիչը Միլանին, իսպանացին Ռեալի մարզիչ են։ Իրականում շատ կարևոր ինձ թվում է նաև տարի էր Ռեալի համար այն իմաստով, որ ինչ որ պահից ակումբը վերջնական որոշում կայացրեց, որ պետք է արդեն բաց թողնել Անչելոտիին եւ նոր երիտասարդ մարզչի հետևից գնալ, բազմաթիվ տրանսֆերներ կատարեց Ռեալը, հրաժեշտ տվեց իր մեծ լեգենդներից եւս երկուսին, ամենամեծ լեգենդներից մեկին Լուկա Մոդրիչին, հեռացավ նաեւ Վասկեսը, ու թիմը այսպես վերակառուցման փուլում է հիմա, ու դեռ ինձ թվում է այդ process-ը շարունակական է լինելու նաեւ գալիք տարվա եւ տարիների ընթացքում։ Ես գտնում եմ, որ իսկապես այս պահին Ռեալում շատ որոշիչ հատված է եւ տարվա սկիզբն էլ շատ կարեւոր է լինելու, Իսպանիայի սուպերգավաթը մասնավորապես դրա մասին շատ են խոսում, բայց թիմում բազմաթիվ խնդիրներ առաջ եկան 2025-ին, որի մասին պետք է խոսել, հնարավոր չէ դա թաքցնել, թե ինչպես է Ռեալը զիջում եվրոպական թոփ ակումբներին բազմաթիվ կոմպոնենտներով արդեն։ Ես մի միտք կարդացի, որ Ալոնսոն պարտավոր է ուղղակի հաղթել Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան, որովհետև ունի Dream Team իր տրամադրության տակ։ Ալոնսոյի մասին դե շատ եք խոսել արդեն։ Եկեք մի հատ հասկանանք, էլի, Ռեալը իրոք Dream Team ունի։ Օրինակ բոլոր գոտիները, եթե այսպես առանձին վերցնենք, պաշտպանություն, կիսապաշտպանություն, հարձակում ու կիսապաշտպանության վրա եմ ուզում շեշտը դնել, քանի որ Կրոսն ու Մոդրիչը հեռացել են, ըստ էության անուններով լավն է Ռեալի կիսապաշտպանությունը, բայց ինչ որ բան ամեն դեպքում չի պակասում։ Դա ինչ կլիներ, որ լիներ Dream Team, ովքեր պետք է խաղային այդտեղ, որ լիներ Dream Team։ Ինձ թվում է, օրինակ դարպասապահի ու հարձակման գծի մասին եթե խոսենք, այո Dream Team է, որովհետև այնտեղ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է, այնտեղ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է, այո Վինիսիուսը, Ռոդրիգոն իրենց համակարգը շատ են գցել նախորդ 2-3 մրցաշրջանների ընթացքում, այսպես կամաց գցել են։ Եթե Ռեալը խաղար ֆուտզալ, Կուրտուա, Բելինգեմ, Մբապե, Վինիսիուս կլիներ Dream Team օրինակ, բայց 11 հոգով այդքան էլ չի ստացվում այդ Dream Team-ը։ Կամ այդ five-a-side team-ը, բայց կիսապաշտպանության մասով համաձայն եմ, անուններով այո, Valverde, Bellingham, փայլուն անուններ կան, Կամավինգա, Չուամենի, Ֆրանսիա հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ, մանավանդ Չուամենին, բայց օրինակ ինչով է
Վիտինյա, Ֆաբիան Ռուիզ, Ժոաու Նևեշ երյակը պակաս, ընդհանրապես պակաս չէ, ավելին է, կամ նույն Արսենալի կիսապաշտպանության երյակը, Չելսիի Կայսեդո, Էնսո Ֆերնանդեսը։ Ինձ թվում է Ռեալում Կրոսից հետո մանավանդ այդ այսպես կոչված controller-ը, խաղը վերահսկողը չկա։ Այդ դերը երևի թե պետքա վերապահվեր Կամավինգային, իհարկե ոչ այնպես ինչպես Կրոսին, որակներով իրենք տարբեր են իհարկե, բայց հենց վնասվածքները, այդ անվերջանալի խնդիրները թույլ չեն տալիս, որ Կամավինգան վերջնականապես հարմարվի, ու եթե զգացել եք այս մրցաշրջանի այն խաղերում, որտեղ Չուամենին ու Կամավինգան եղել են միասին ու չի եղել Գյուլերը, կամ նույնիսկ եղել են միասին ու Գյուլերն էլ է եղել, դա օրինակ կլասիկոներ, դա օրինակ Բիլբաոյի հետ խաղներ, Ռեալի խաղում կա բալանս։ Ես գտնում եմ, որ այդ բալանսը հիմա պետքա շատ ուշադրություն դարձնել դրան, փորձել գտնել։ Ինչպես ես օրինակ տեսնում եմ խաղը, դաշտը, Ռեալի կիսապաշտպանությունում իրոք չկա հավասարակշռություն, որովհետև կամ հենակետային կիսապաշտպան է խաղում, կամ արդեն 10 համար։ Այսինքն այդ եթե կան 6 ու 10 համարներ, 8 համարի կիսապաշտպան չկա։ Ֆեդե Վալվերդեն պիտի լիներ, բայց Ֆեդե Վալվերդեն ավելի շատ աշխատանք տանող ֆուտբոլիստ է, ոչ թե խաղը վերահսկում։ Դե Վալվերդեն էլ աջ պաշտպանի դիրք է իջնում, որովհետև այնտեղ կադրային խնդիրներ կան։ Սեբալյոս, որը խաղամակարդակով ու կայունությամբ բնականաբար Ռեալի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չէ, եթե լիներ վերջին 7-8 տարիներին գոնե ինչ որ էտապում կլիներ, Արդա Գյուլերն էլ ոչ ֆիզիկապես է, այսպես ասած, ձգում, ոչ էլ խաղադաշտում ճիշտ տեղաշարժում։ Կարևոր Արդա Գյուլերի անունը եւ ազգանունը մի քանի անգամ հնչեց արդեն։ Ես այս հարցադրում եմ ցանկանում կերպել, արդյոք չափից շատ չի Գյուլերին վստահում Խաբի Ալոնսոն, եթե չափից շատ է վստահում ամեն դեպքում, արդյոք դա արդարացված է թե ոչ, եւ արդյոք կարծում եք, որ մինչև մրցաշրջանի ավարտն կշարունակի այդքան շատ խաղացնել Գյուլերին, թեև վերջին խաղերում այդքան շատ խաղաժամանակ չէր ստանում։ Չափից շատ է վստահում ու դա արդարացված չէ, որովհետև Գյուլերի ու Բելինգեմի միասին դաշտում լինելու ժամանակ իսկապես ավելի է փշրվում այդ հավասարակշռությունը, երկուսն էլ ուզում են տուգանային հրապարակին ավելի մոտ լինել, երկուսն էլ կրեատիվ են եւ այդտեղ ավելի է մեծանում խաղի տեմպը թելադրողի բացը։ Իմ կարծիքով, եթե ոչ հունվարին, ու վստահ եմ հունվարին Ռեալը այդ մասշտաբի տրանսֆեր չի իրականացնի, Ամրանը պետք է նման ոճի կիսապաշտպան, օրինակ Մարտին Սուբիմենդին հենց այդ ոճի է, որին իդեպ Ալոնսոն պահանջել էր, բայց Ռեալը մերժել էր։ Մի հատ հետաքրքիր վիճակագրություն ես հանդիպեցի այս օրերին, Բելինգեմի վերադարձից հետո Արդա Գյուլերը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել, իսկ մինչեւ Բելինգեմը նա բավականին արդյունավետ էր, բազմաթիվ ասիստներ կատարեց նաեւ Մբապեին։ Իհարկե Բելինգեմի գալուց հետո նրա դերը փոխվել է ու ինքը այդ դերում իրեն շատ վատ է զգում, ես նույնիսկ չէի ասի լավ չի զգում, ես կասեի վատ է զգում, որովհետև Գյուլերը ճնշման տակ խաղացող ֆուտբոլիստ չէ, նա երբ պաշտպանությունից դուրս գալիս գնդակ է ստանում, շատ հաճախ չգիտի ինչ անել, նա չունի այդ հանգստությունը, որ օրինակ ունի ենթադրենք հիմա Պեդրին ունի, Վիտինյան, ու գիտեք ինչ կա, եթե ֆուտբոլում եւ առհասարակ սպորտում դու շատ ես վախենում սխալվելուց, դա եւս խնդիր է։ Երբեմն կարելի է նաև սխալվել, գնդակ կորցնել, գոլ բերել սեփական թիմի դարպասը, բայց պետք է այնքան դու վստահ լինես քո ուժերին հաջորդ անգամ գնդակ ստանալուց։ Ինձ մոտ տպարություն է, որ Գյուլերը օրինակ Մարսելի ու Բարսելոնայի դեմ խաղերից հետո իր այդ սխալներից հետո այդ տղան չի կարողանում համակերպվել, մոռանալ այդ ամենը, անդադ գնդակ է ստանում ու չսխալվելու պատճառով մի անգամից հետ փոխանցումներ կատարում։ Ինձ թվում է Ալոնսոն էլ Գյուլերի մեջ փորձել է գտնել այդ վերահսկող խաղացողին, բայց դեռ չի ստացվում ու դա ակնհայտ երևում է։ Առհասարակ Գյուլերի տրանսֆերը, հենց տրանսֆերը ինձ համար այդքան էլ արդարացված չէր, որովհետև կար տպավորություն, որ Ռեալը գնում է Գյուլերին գնելու համար ու ուրիշների ձեռքից փախցնելու համար։ Էլի նման դեպքեր տեսել ենք ու երբեք այդպիսի տրանսֆերները Սեբալյոսը, չեն աշխատել։ Սեբալյոսը, Մարտին Էդեգորը, երբ որ կարիքը չկար, Ռեալը ուղղակի տրենդի մեջ է լինում եւ գնում է։
Էնդրիկը եւս այդ շարքին է դասվում։ Էնդրիկը ոչ այդքան, որովհետև Էնդրիկի շուրջ, եթե ես ճիշտ եմ հիշում, միայն Ռեալից կար հետաքրքրություն, որովհետև Ռեալը շատ շուտ ՊՍԺ-ն Չելսին ուզում էին, բայց դեռ կարծում եմ վաղ է Էնդրիկի առումով դատողություններ անել, որովհետև օրինակ եթե Գյուլերի շանսերը ստանում է եւ այնքան էլ լավ չի օգտագործում, Էնդրիկը շատ քիչ է ստանում։ Էնդրիկի պարագայում Ռեալը երկմտանքի մեջ էր, այո, այս տվավ թե Էնդրիկ, չկարողամ որ ես եմ տեղյակ, եւ արդյունքում ընտրել են Էնդրիկին։ Կենտրոնական հարցակվող թե աչվինգեր, տենց երկմտանք։ Բայց Էնդրիկը ես եթե ճիշտ եմ հիշում, Բրազիլիայում շատ էր նաեւ աչից խաղում։ Աչ հարցակվող, աչ վինգերի դիրքում ու օրինակ Տալավերը այդ խաղում էր նա աչից էր խաղում, աչ վինգերի դիրքում։ Այնպես որ կարծում եմ Ռեալը, բայց ամեն դեպքում սխալ ընտրություն է կատարել եւ ես օրերս կարդացի, որ Կալաֆատի վրա բավականին զայրացած են, որ Էստևաոյի պես բրազիլացուն բաց է թողել, որովհետեւ Ռեալը կա տպավորություն, որ վերջին տարիներին դարձել էր այդ բրազիլական շուկայի առաջին սպառողը ու ամենալավ աստղերը գալիս էին հենց Ռեալ։ Ասեք Վինիսիուս, Ռոդրիգո, Էնդրիկ, Միլիտաո, բայց օրինակ նույն Վիտոր Ռոկեն, որը գնաց Բարսելոնա, որքան զախողված էր այդ տրանսֆերը, այսինքն լավ բրազիլացիները գալիս էին Ռեալ, բայց Էստեբաոին բաց են թողել։ Դե Էստեբաոին բաց թողնելը պայմանավորված էր նաև նրանով, որ 1 տարի ավել պետք է սպասեն, այո, միգուցե դրանից ելնելով Ռեալը ընտրությունը կատարել է Էնդրիկի օգտին, ով այդ բանին միգուցե ավելի այսպես վառ էր փայլում բրազիլական երկնակամարում, քան Էստեբաոն։ Այդ առումով ինձ թվում է Ռեալին նաև պակասում է կենտրոնական հարցակվող։ Էնդրիկը այդ պրոֆիլի կենտրոնական հարցակվող չի։ Իսկ ուր է գնալու Մբապեն, եթե Ռեալ օրինակ top կենտրոնական հարցակվող ունեցա։ Հասկացեք, մեկնարկային կազմի խաղացող լինելու մասին խոսքը, հա։ Խոսելու Իսկ ուր է գնալու Մբապեն, որովհետև ինքից թվում է չի ուզում որ փոխարինվի խաղը ինչ-որ փուլերով խաղա։ Այսպիսի ծանրաբեռնվածության խաղերում ես համաձայն չեմ որ 90 րոպե խաղա, բայց ինձ թվում է ինքը դա ուզում է։ Այդ դեպքում Էնդրիկին ինչ ենք անում։ Ուղարկում ենք Լեոն։ Հետո չգիտեմ։ Իրականում դա էլ է շատ կարևոր հարց, որովհետև օրինակ եթե մրցաշրջանի երկրորդ հատվածից ենք խոսում, Մբապեի արդյունավետությունը ոչ թե գոլային, այլ վազքային, եթե կարելի է այսպես ասել, առանց գնդակի գործողությունները ուղղակի կարելի է ասել վերացել են։ Առանց գնդակի Մբապեին մենք չենք տեսնում։ Մբապեն վերածվել է այն ժամանակների Լիոնել Մեսսին, որը ոչինչ չէր անում, բայց գոլեր էր խփում։ Ռոնալդոին ինչու՞։ Նաև Ռոնալդոին, վերջին տարիներին։ Այո, բայց հիմա դա խնդիր է ու ես մտածում եմ, որ Մբապեն այս վերջին խաղերն էլ ցույց տվեցին, որ մի քիչ Ռոնալդոական տենց բաներ կան իր մոտ, այսինքն ռեկորդների հետևից գնալ եւ այլն, բայց միայն գոլերը չեն, այս թիմին տիտղոսներ են պետք ու դրա ուղղությամբ պետք է աշխատանքներ տան։ Մբապեի բախտը չի ճպտում, միշտ չի համընկնում այնպիսի թիմի հետ, որ իր գոլերը վերածվեն տիտղոսների։ Չեմ հաշվում ՊՍԺ-ի հետ Լիգա 1-ը հաղթելը, ավելի շատ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգան հաղթելը, Ֆրանսիայի հավաքականի հետ այսքան խոշոր մրցաշարերի ընթացքում ընդամենը մեկ անգամ մունդիալը հաղթելը, հիմա էլ ստացվում է այնպես, որ 1.5 մրցաշրջանում Ռեալը չի ունենում չեմպիոնական թիմ, իսկ Մբապեն ցույց է տալիս խելահեղ արդյունավետություն։ Մի փոքր այդ առումով անբախտ է։ Իսկ այս պահին այնց հետաքրքիր է ձեր կարծիքն էլ, այս պահից սկսած մինչև մրցաշրջանի ավարտը ընդհանրապես գալիք տարում ինչպիսին են սպասելիքները Ռեալից։ Այսպես անկեղծ եւ օբյեկտիվ սպասելիքները ինչպիսին են։ Անկեղծ ու օբյեկտիվ ստացվում եմ կազմի առումով շատ մեծ ներուժ ունի այս Ռեալը, այսինքն բոլոր հնարավոր տիտղոսների համար կարող է պայքարել, բայց դատելով վերջին խաղերից, ամենաթարմը Սևիլիայի հետ խաղից, այսպես Ռեալը շատ քիչ շանսեր ունի նույնիսկ Լա Լիգան հաղթելու, բայց այսպես եթե ռիթմը գնա, կարող է փոխվել բեկվել այսպես ճանապարհը, եթե Ալոնսոն մի փոքր այլ կերպ աշխատի կամ մարշի փոփոխություն, բայց դա էլ ճիշտ փոփոխություն պիտի լինի։ Իսկ դուք նմանություններ չեք տեսնում Ռեալի մրցաշրջանի առաջին հատվածի եւ Պարի Սեն-Ժերմենի անցած մրցաշրջանի առաջին հատվածի մեջ,
որովհետև ես հիշում եմ անցած տարի այս ժամանակահատվածն էր, երբ ակտիվորեն Լուիս Էնրիկեի պաշտոնանկությունն էին պահանջում բոլորը, քանի որ ֆուտբոլում բոլորի հիշողությունը շատ կարճ է, իհարկե ոչ ոք դա հիմա երևի թե չի հիշի, նույնիսկ ես հիշում եմ ասուլիսներից մեկի ժամանակ Էնրիկեին օրինակ բերեցին Արտետային եւ Գվարդիոլային, թե ինչ թիմեր են կառուցել եւ նա ասաց, տեսեք քանի տարի են աշխատում նրանք ու ես ինչքան եմ աշխատում Paris Saint-Germain-ում։ Ես ամենևին չեմ ակնարկում, որ Real-ը կարող է այնպիսի պատմական մրցաշրջանի վերածել այս ամենը, ինչպես օրինակ ունեցավ Paris Saint-Germain-ը, բայց ես մտածում եմ, որ կադրային խնդիրների շտկվելու դեպքում եւ վերջապես մարշի գաղափարները նորից հասկանալու դեպքում Real-ը կարող է մրցաշրջանի երկրորդ հատվածում զգալիորեն ավելացնել։ Նաև միասնական դառնալ։ Այո, դա շատ կարևոր է։ Ինձ թվում է հենց այդ կետը միասնական լինելու արդեն եղել է, որովհետև այս մի քանի ամիսների ընթացքում մենք նախորդ թվարկմանը խոսեցինք, թե որքան խժդժություններ են եղել, բայց կա տպավորություն, որ Ռեալում, հանդերձարանում ամեն ինչ կարգավորվել է ու կա մի հատված, դա Վինիսիուսն է, որը դուրս է մնում այդ ամենից ու իր մեղքով, ինձ թվում է, որովհետև ինքը ստեղծեց այդ իրավիճակը իր համար։ Ինձ թվում է հանդերձարանում, թիմում այսպես այդ միասնականությունը վերականգնվել է եւ եթե կան լավ արդյունքներ, մի քանիսը առաջիկա խաղերին, եթե դա լինի Իսպանիայի սուպերգավաթում, ես չեմ բացառում, որ Ռեալը այդ բեկումը կատարի վերջապես։ Ես մի փոքր թերահավատորեն եմ մոտենում առհասարակ այս մրցաշրջանում տիտղոս նվաճելուն, հաշվի առնելով բոլոր խնդիրները, որոնք առկա են, թե հանդերձանում, թե խաղադաշտում եւ թե մնացած բոլոր տեղերում Մադրիդում եւ գտնում եմ, որ առանձնապես մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, քանի որ ոչ մի նախադրյալ այս բանին չկա, որ ամեն ինչ լավ է լինելու։ Միայն Մբապեի խփած գոլերը չեմ կարծում, որ բավական կլինեն եւ Կուրտուայի սեյվերը, չէ։ Կուրտուայի սեյվերը, որոնք շատ ավելի շատ են, այստեղ չեմ կարծում, որ absolute կարծում եմ մենք պատասխանեցինք այն հարցին, որ չկա այդ dream team-ը, թեև դեռ չենք անդրադարձել անգամ կիսապաշտպանների մյուս հատվածին եւ պաշտպանությանը։ Մենք խոսեցինք հարձակման գծի մասին։ Ներողություն ես մի բան էլ ասեմ, այս մրցաշրջանի երկրորդ հատվածի հետ կապված ակումբային ֆուտբոլում ոչ միայն Ռեալում, բոլոր թիմերում է դա լինելու, չմոռանանք, որ արժևում է աշխարհի առաջնությունը եւ ֆուտբոլիստները շատ բան ունեն ապացուցելու նաեւ իրենց մարզիչներին։ Հիմա Ռեալում կա ֆուտբոլիստ, որը մի քանի տարի առաջ եթե ասեիր ինքը իր հավաքականում մեկնարկային կազմում չի լինելու, հաստատ կծիծաղեինք։ Խոսքը Ջուդ Բելինգեմի մասին է, բայց հիմա Մորգան Ռոջերսը Աստոն Վիլայից հաղթում է մրցակցությունը Բելինգեմին, այդ մասին գրում են անգլիական լրատվամիջոցները եւ Տուխելն էլ դա չի թաքցնում խաղերի ժամանակ։ Այսինքն այս երկրորդ հատվածը շատ ֆուտբոլիստների համար նաեւ կարեւոր է իրենց խաղամակարդակը ցույց տալ ազգային հավաքականի մարզիչներին, նույն տրենդը այս պահին տրենդը շատ հեռու է Անգլիայի հավաքականից, բայց իհարկե եթե ապակինվի ու սկսի բարաջող խաղ ցույց տալ, հնարավոր է հայտնվի այդ ցուցակում։ Ու կրկնում եմ, սա միայն Ռեալի մասին չէ, ամբողջ Եվրոպայի, ամբողջ աշխարհի ըստ էության, ովքեր մասնակցել են մունդիալին։ Իդեպ Հաուսենն էլ մարկաներ գրել, որ Հաուսենը աստիճանաբար կորցնում է իր տեղը, զուգահեռ Լապորտն է շատ լավ խաղում, իսկ Դե Լա Ֆուենտեն շեշտը դնում է միշտ մարզավիճակի վրա։ Իսկ մենք գիտենք, թե Դե Լա Ֆուենտեն ինչ պրինցիպալ մարզիչ է։ Չուզեցի այստեղ ուշունց օգտագործել։ Այլ բան էի ցանկանում ասել, որ ինձ թվում է, որ այսքան նմանատիպ խնդիրները բոլոր ֆուտբոլիստների մոտ ավելի շատ կարող են հոգեբանական պատճառներ ունենալ, այսինքն այդքան խնդիրների հետ համատեղ վատ արդյունքները, իրենց անձնական խնդիրները, որոնք նրանք պետք է լուծեն, որպեսզի հայտնվեն աշխարհի առաջնությունում, որպեսզի մեկնարկային կազմում հայտնվեն, որպեսզի արդյունք ապահովեն ակումբում, այդ ամենը չափից շատ մեծ ծանրաբեռնվածություն ու պատասխանատվություն է դնում նրանց ուսերին եւ որը չի կարող իր ազդեցությունը չունենալ չազդել խաղի վրա։ Եվ այստեղ Ալոնսոյի խնդիրը ևլ ավելի է բարդանում։ Ես մի հատ այսպիսի բան էլ ասեմ, Ռեալի կոնտեքստում առաջարկում եմ մի փոքր խոսենք բոլոր ակումբների մասին, օրերս ես այսպիսի մի տեսակետ լսեցի, որ
Եվրոպայում այս մրցաշրջանում չկա շատ ընդգծված ուժեղ թիմ։ Այսինքն Ես համաձայն չեմ եթե Արսենալը օրինակ Arsenal Bavaria, այսինքն շատ ուժեղ են։ Ձեր կարծիքով օրինակ եթե Real-ին հանդիպեն կամ չգիտեմ Բարսելոնային, Բարսելոնան շատ ուժեղ է հիմա։ Բարսելոնան պաշտպանությունում շատ խոցելի է։ Օրինակ անցած մրցաշրջանում Paris Saint-Germain-ը, Բարսելոնան շատ լավն է։ PSG-ն Չէ, այս հատվածում չէ, համաձայն եմ։ Չէ, ես ուր էի տանում այս խոսակցությունը, որ այնպես չի Real-ը խայտարակ վիճակում է, մյուսներն էլ տենց ծաղկում են։ Լավ է, նույն Arsenal-ին, Bavaria-ին, City-ին էլ մի կողմ թողնենք։ կներես Արամ, բայց եթե հաշվի առնենք, որ Empire որ ամենավատ վիճակում գտնվող Լիվերպուլը հաղթում է Real-ին, դա եւս նշանակում է, որ իմ ասածը հետեւյալում էր կայանում, որ Եվրոպայում էլ այնպես չէ, որ չափից դուրս շատ են այն top թիմերը, որոնք շատ լավ են խաղում այս մրցաշրջանում։ Այս բանը երևի թե Բարսելոնան, Բավարիան ու Արսենալն է, ու նաև City-ն ինչ-որ չափով, բայց մյուս թիմերի ոչ այդքան կայուն խաղը, նույն Լիվերպուլի, Չելսի հնարավորություն է տալիս այդ նույն Լիվերպուլին էլ, Չելսիին էլ, Ռեալին էլ ու այն թիմերին, ովքեր խնդիրներ ունեն, երկրորդ հատվածում կարգավորելու դրանք եւ մի փոքր ավելի հեռու գնալու, քան սպասվում է։ Ես այս կոնտեքստում չեմ կարող էլի հետայացք չնետել, այս անգամ արդեն 2017-18 մրցաշրջան Ռեալը այս հատվածում նույն վիճակում էր ավելի վատ ավելի։ Ու ես հիշում եմ ինչ բարդ ճանապարհ բաժին հասավ, երբ որ այդ ժամանակ PSG Juve Բավարիան, այսպես ասած, Ֆրանսիայի չեմպիոնը մեկութում, Իտալիայի չեմպիոնը քառորդում, կիսաեզրափակիչում Բավարիան, այդ բոլոր թիմերին Ռեալը հաղթեց անհատական այսպես խաղերով Ռեալը վստահ եմ որ լիգայի փուլը հաղթահարելու է լավագույն ութնյակում, այսինքն անցումային play-off չի լինի։ Իսկ դա պլյուս է թիմի համար։ Դա պլյուս է ու 2 ամսից արդեն կարող ենք այլ Ռեալ տեսնել ու առանձին խաղերի տրամադրվող մեծ ներուժով Ռեալ։ Եմիջելուց մի հետաքրքիր բան դու Մարկայից խոսեցիր, Մարկան օրերս, երբ Մբապեն Տալաբերայի հետ խաղում հայտնվել էր մեկնարկային կազմում, այդ խաղի live եթերի, տեքստային եթերի ժամանակ այդ հետաքրքիր միտք էր գրել լրագրողներից մեկը Մարկայի, գրել էր Մբապեն Տալաբերայի հետ խաղում մեկնարկային կազմում է, նա գնում է Ռոնալդոյի ռեկորդի հետևից, օրացույցային տարում խփած գոլերի քանակով, բայց ինչ որ մեկը պետք է հասկացնի Մբապեին, որ Ռեալում պետք է գնալ ոչ թե Ռոնալդոյի օրացույցային տարում խփած գոլերի ռեկորդի հետևից, այլ Մոդրիչի 6 Չեմպիոնների լիգա հաղթելու ռեկորդի հետևից, ու պետք է լավ մարզավիճակում մոտենալ ոչ թե այս հատվածին մրցաշրջանի, այլ ընդհակառակը ավելի ուշ հատվածներին։ Ես ուր եմ տանում խոսքս, որ շատ կարևոր է Ռեալի համար եւ յուրաքանչյուր թիմի համար հենց մրցաշրջանի այդ կարևորագույն հատվածում լինել լավագույն ֆունկցիոնալ մարզավիճակում ու այդ կոնտեքստում շատ կարևոր է վերջին մի քանի օրերի խոսակցությունները Պինտուսի վերադարձի վերաբերյալ, որովհետեւ Ալոնսոյի ֆիզ պատրաստության թիմից շատ են դժգոհությունները եւ մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Դու խոսեցիր Պինտուսի վերադարձից, սահուն շոշափելով նաեւ Լուկա Մոդրիչի անունը, ում մասին վերջին օրերին եւս շատ են խոսում, ում նորից հիշել են, թե ինչ մեծ բաց է առաջացել ակումբում, թիմում Մոդրիչի բացակայության պայմաններում, քանի որ նման հեղինակության չլինելը հանդերձարանում շատ թանկ է նստում Ռեալի վրա եւ ըստ ստացվող ինֆորմացիայից հասկանում ենք, որ ակումբի ղեկավարությունն է այդ որոշումը կայացրել, որ Լուկա Մոդրիչը պետք է հեռանա։ Սա էլ ավելի է ցավեցնում եւ էլ ավելի է տվյալ իրավիճակում ցույց տալիս, որ միգուցե այդքան էլ Ալոնսոն այդ ամենի մեղքը միայնակ չի կրում։ Դա վստահաբար միայնակ չի կրում ու հիմա այս նոր կազմը նաեւ Ալոնսոն ապացուցելու շատ բան ունեն։ Մենք էլի խոսեցինք նախորդ չեմպիոնությունների մասին, բայց դա հենց այդպես չի եղել։ Այսինքն Բեռնաբեուի կախարդանք, չգիտեմ ինչ, Ռեալը սիրավեպ ունի Չեմպիոնների լիգայի հետ, դա ավելի շատ միֆ է, քան իրականություն։ Ուղղակի լինում են չեմպիոններ ու լինում են չչեմպիոններ։ Clickbait-ային վերնագրեր էի ասում։ Ու հիմա հենց այդ պահն է հասունացել, որովհետև հանդերձարանի մեծ մասը, եթե նույնիսկ նայում եք 2023-24 մրցաշրջանում, երբ որ Ռեալը վերջին անգամ Չեմպիոնների լիգան հաղթեց,
տեսեք, ոչ միայն Կրոս կար, Մոդրիչ, Վասկես եւ Նաչո։ Նաչոյի արտադրությունն էլ Շատ կարևոր է, իհարկե Նաչոն ես միշտ ասել եմ, որ Ռեալի արժեքների, ճիշտ արժեքների կրողն է եւ ես չեմ տեսել կամ լավ էսպես ասեմ, ես շատ քիչ եմ տեսել այդպիսի ֆուտբոլիստների, ովքեր այդպես կրեն արժեքները։ Հիմա Ռոբը կնեղանակ ասի բառնակ Ռաուլի օրինակը ինչի տեղին չի, որովհետև Ռաուլը միշտ Ռեալում եղել է կարևոր ֆուտբոլիստ, ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկը, երբ խաղացել է։ Նաչոն միշտ եղել է անկարևոր, բայց միշտ տարել է այդ արժեքները, ու իմիջիայլոց փաստորեն ստացվում է, որ Մոդրիչը, Վասկեսը եւ Կարվախալն էին մնացել այդ ասողներից, հա, այսպես ասենք, ու ասում է այդտեղ ամենամեծ ձայնը ունեցել է Մոդրիչը, ու նրա գնալուց հետո իսկապես խնդիրներ կան հանդերձանում, բայց մյուս կողմից էլ ես ակումբի ղեկավարությանը ինչ որ չափով աջակցում եմ այս հարցում, որովհետև Մոդրիչը հավերժ չէ եւ ոչ ոք հավերժ չէ։ Պետք է թողնել նաեւ այդ երիտասարդներին այդ պատասխանատվությունը ինչ որ կետից, այդ նույն Վալվերդեին, Վինիսիուսին, որ սաղում չի եղել։ Այո, շատ հակառակը, հենց դա եմ ուզում ասել, որ ակումբը շատ ճիշտ ժամանակ է տվել սովորելու այդ երիտասարդներին, այդ արժեքները հասկանալու եւ հիմա դա արդեն փոխանցելու ավելի երիտասարդ սերնդի, ովքեր գալու են։ Այս առումով իհարկե Ռեալը ուրիշ մակարդակ է եւ շատ դժվար է իհարկե այս ակումբում, բայց հուսանք ամեն ինչ լավ կլինի։ Ես բացարձակ չեմ նեղանում, քանի որ դու ճիշտ ես ասում, նշելով, որ Նաչոն շատ ավելի վատ իրավիճակներում է հայտնվել, շատ ավելի այսպես փորձությունների միջով անցել ֆուտբոլային առումով։ Եղել մեկնարկային։ Այո, կներեք, ես նույնիսկ իր հեռանալը, եթե հիշում եք, Կրոսը հայտարարել էր, որ ինքը հեռանալու է, Նաչոն մինչև վերջ ինքը չհայտարարեց, որ ինքը գնալու է Ռեալից, որ Կրոսին այդպես գեղեցիկ փառքով ճանապարհեն, հետո նոր ինչ որ մի պահի հայտարարեց, որ այո, ես էլ եմ հեռանալու, նույնիսկ այդտեղ է ցույց տալիս իր համեստությունը եւ որքան է ակումբին գնահատում։ Չի ուզում լինել ուշադրության կենտրոնում ավելորդ անգամ։ Դե չեղավ, բայց քանի Չեմպիոնների լիգա տարավ։ 6 Չեմպիոնների լիգա, նույնքան որքան Պակո Խենտոն։ Ու գրեթե միշտ ասում ենք կարևոր չի եղել, բայց կարևոր պահերին եղել է, կարևոր խաղերում եղել է։ Այո։ Դե վերջին մրցաշրջանային շատ ավելի ակնհայտ էր Նաչոյի կարևորությունը, այսպես շատ հետ գնաց ինչ որ հասավ Նաչոյին։ Արդեն նախանցած տարին ենք ամփոփում։ Այո։ Հաշվի առնելով դա, եկեք մի հատ վերադառնանք վերջին իրադարձություններին, այս հաջող շրջանը Ալոնսոյի համար համեմատաբար հաջող շրջանը, որքանով կերկացնի նրա կյանքը Մադրիդում, մինչև սուպերգավաթի ավարտը, թե ավելի երկար։ Դեռևս խաղից խաղի կարծիքով, եթե տպավորությունները խաղի մասին չփոխվեն, միայն արդյունքը, միայն հաղթանակը։ Ես համաձայն եմ Իշխանի հետ, այս բանին մտածում եմ, որ թերնակ Բետիսին չհաղթեն, չեն հեռացնի Ալոնսոյին, բայց այո, խաղից խաղ, այս բանին երևի թե մինչև Իսպանիայի սուպերգավաթ, բայց ես մտածում եմ, որ եթե օրինակ Իսպանիայի սուպերգավաթում հաղթեն Ատլետիկոին ու եզրափակիչում հավասար պայքարում պարտվեն Բարսելոնային, այդ դեպքում էլ ակումբը չի հեռացնի։ Այս պահին ակումբի ղեկավարությանը ես այդպես եմ մտածում, որ պետք չեն միայն արդյունքներ, պետք են արդյունքներ եւ դրական դինամիկա խաղում։ Եվ հենց դա էր պատճառը, որ City-ի դեմ խաղից հետո Ալոնսոին չհեռացրին, որովհետեւ այդ խաղում կար դրական դինամիկա։ Շատ աշխատելու տեղ ունեն Ռեալի ֆուտբոլիստները եւ ամենակարևորը այն է, որ Սևիլիայի դեմ այդ վերջին խաղից հետո նույն Կուրտուան, նույն Բելինգեմը, շատերը բարձրաձայն ասացին, որ թիմը բարելավելու տեղ ունի ու այդ տեղը շատ մեծ է։ Ամենակարևորը ժամանակ ունի, դեռևս ամեն ինչ կորած չէ։ Այո, եւ ես հույս ունեմ, որ այս արձակուրդը, տոները դրական կազդեն թիմի վրա։ Ես անկեղծ եմ ասում, նախորդ եթերի ժամանակ էլ ասացի, ես ընդհանրապես չեմ ուզի, որ հանկարծ այս ամենը վերջնականապես կոտրվի Ալոնսոյի գլխին, որովհետեւ Ալոնսոն շատ ուժեղ մարզիչ է ու մի փոքր ժամանակ ունենալու դեպքում ինձ թվում է նա կկարողանա իր գաղափարները հասցնել վերջնականապես տեղ։ Արամը որոշեց, որ եզրափակիչում խաղալու է Բարսելոնան արդեն։ Դե Ատլետիկի հետ է իհարկե ֆավորիտ է։ Իսկ Ռեալը խաղում է Ատլետիկոյի հետ, որ այդ խաղը երբեք հեշտ չէ լինում։ Ամենաշատը կարծում Ատլետիկոյի հետ խաղում է Ռեալը նեղվում վերջին տարիներին, նույնիսկ Բարսելոնայի հետ այդքան վատ չի ամեն ինչ ելնում։
անկախ արդյունքից, որքան խաղի տեսանկյունից Ատլետիկոյի հետ։ Իհարկե սուպերգավաթին դեռ մենք հուսով եմ շանս կունենանք անդրադառնանք մինչև սուպերգավաթը եւ առաջիկայում Բետիսի հետ հանդիպումն է, այդ հանդիպումից ինչ սպասելիքներ ունեք։ Ինձ թվում է բարդ խաղ է լինելու, որովհետև Բետիսը լավ ժամանակահատված է անցկացնում, մանավանդ հարձակման գիծը այդ թիմի շատ ուժեղ է, բայց մյուս կողմից էլ տարվա առաջին խաղն է լինելու, Ռեալը հանգստացած, ես մտածում եմ, որ կհաղթի Ռեալը այդ խաղում ու լավ տրամադրությամբ կգնա դեպի սուպերգավաթ։ Պետիսի դեմ տնային խաղերը ինչ որ этап շատ անհաջող էին, չէ՞, դասավորում 3-4 տարի Այո, չէին հաղթում, գոլ այնտեղ կար չէին պարտությունը, հիշում ես 17-18, բայց անցած մրցաշրջանում 2-0 հաղթեցին։ Ամեն դեպքում ինձ էլ է թվում, որ Ռեալը կհաղթի, որովհետև մոտիվացիայի պակաս չի լինի, իսկ եթե Ռեալի ֆուտբոլիստների մեջ մոտիվացիայի պակաս չի լինում, գոնե հաղթում են, թեկուզ ոչ շատ լավ խաղով։ Դու գտնում ես, որ խնդիրը մոտիվացիայի մեջ է, ես գտնում եմ, որ իրանք բավական լավ են մոտիվացված են, բայց մեկը չի Չէ, ստացվում։ դա եմ ասում, մոտիվացիայի մեջ խնդիր չկա, գուցե եղել է մրցաշրջանի ընթացքում, գուցե մոտեցման մեջ է եղել խնդիր, բայց հիմա հաստատ չկա, բոլորն էլ հասկանում են, որ ամենակարևոր բանը իդեպ որ բոլորն են հասկանում, որ մեկ նավի մեջ են Ալոնսոյի հետ, ոչ թե Ալոնսոն միայնակ է ու կրելու է ամբողջ պատասխանատվությունը պարտության դեպքում։ Այո, դա թերևս ամենա այդ լավ բանն է եւ կարծում հենց վերջին խաղերում մենք դա տեսանք, որ ֆուտբոլիստները մեծ մասը հասկանում են դա, եթե բացի Վինիսիուսից, բայց ամեն դեպքում այդ միասնականությունը շատ լավ է, որ երևում է վերջին խաղերում։ Լիովին կիսում եմ տեսակետդ, դրա մասին արդեն խոսեցինք ու մաղթենք Ռեալին միասնականություն, նվաճումներ, հաջողություն նոր տարում եւ Ռեալի երկրպագուներին էլ այս դժվար հատվածներում իհարկե համբերություն եւ չմոռանանք, որ ոնց են ասում, Ռեալը միշտ վերադառնում է պատմությունը ոսկե տառերով գրելու համար։ Ալոնսոն իր շնորհանդեսի ժամանակ ասաց, որ իմ գլխավոր նպատակն այն է, որ մարդիկ միացնեն հեռուստացույցը կամ գան ստադիոն, նայել Ռեալի խաղը ու հպարտությամբ ասել, որ սա իմ Ռեալն է, սա իմ թիմի խաղն է։ Ես մաղթում եմ, որ Ալոնսոյի այդ ցանկությունը իրականանա։ Ես էլ մաղթում եմ, որ մենք գալիք տարում գոնե հնարավորություն ունենք միացնելու հեռուստացույցը եւ տեսնենք Ռեալի խաղը։ Հուսանք։ Շատ հետաքրքիր փակման տեքստ ստացվեց, ես նույնպես հույս ունեմ, որ կմիացնենք հեռուստացույցը եւ կտեսնենք Ռեալի խաղը, գուցե կտեսնենք նաեւ Պապա Պերես ոդկասթը հեռուստատեսությամբ կամ գոնե YouTube-ով կտեսնենք արդեն, ոչ միայն կլսենք։ Որպես այսպես նոր տարվա, նոր այսպես մրցաշրջանի երկրորդ հատվածի կանխատեսում ամեն դեպքում ինչ եք կարծում, քանի տիտղոս մրցաշրջանի ավարտին կունենա Ռեալը։ Շատ բարդ է ասել, ես հուսամ գոնե մեկը, այսպիսի պատասխան տամ։ Գոնե մեկը մեծ տիտղոսներից, լավ էսպես ասեմ։ Իհարկե ես դեմ չեմ լինի, եթե գավաթն էլ հաղթեն, բայց եթե հանկարծ Ռեալը այսքան վատ ժամանակահատված ունեցող մրցաշրջանի վերջում մեկ մեծ տիտղոս նվաճի, այսինքն Լա լիգա կամ Չեմպիոններ լիգա, դա կլինի իհարկե ապշեցուցիչ նվաճում, կարծում եմ։ Միանշանակ համեմատ։ Անկեղծ ասած, ես չեմ ուզի, որ Չեմպիոններ լիգան հաղթեն այս տարի, որովհետև դա կգործքի բոլոր այն խնդիրները, որոնք իրականում կան եւ մեծ են։ Նույնիսկ Չեմպիոններ լիգան հաղթելու գնով ու դեմ ես այդ սցենարին։ Ես այո, դեմ եմ այդ սցենարին։ Ես չեմ հասկանում քեզ։ Ես էլ։ Ես հոգնել եմ։ Չէ, իրականում ես ուզում եմ, որ ավելի տենց հիմնովին ամեն ինչ լավ լինի։ Չեմպիոններ լիգան պատահական չեն հաղթում։ Եթե հաղթեն, ուրեմն Այո, հիմք կունենան։ Հետաքրքիր իհարկե դիրքորոշում է, բայց իհարկե չեմ կարող այսպես այս բանին համաձայնվել, որ կան նախադրյալներ, որ մենք Չեմպիոններ լիգան կհաղթենք։ Ամեն դեպքում կապրենք, կտեսնենք, ես առհասարակ մեծ սպասելիքներ չունեմ այս մրցաշրջանից։ Եթե մեկ գավաթ լինի, լավ է, եթե ոչ, ապա տեսնենք, թե ինչ փոփոխություններ կլինեն դրա արդյունքում։ Ամեն դեպքում կազմը վատը չէ,
ինչ որտեղ միգուցե ֆուտբոլիստներ կան առանձին, որ թերագնահատված են, ֆուտբոլիստներ կան, որ գերագնահատված են, կարծում եմ, որ բալանսի ամեն դեպքում Ռեալը կգա միայն վերջում հաջորդ մրցաշրջանում։ Այսինքն այս մրցաշրջանը վայրի վերումներով է լինելու եւ ամեն դեպքում այսպես նյարդային։ Ես էլ հիմա ինչքան էլ Ռեալը խնդիրներ ունի, իրական ճգնաժամի մեջ է, բայց վստահ եմ, որ այս կազմով ու այս մարշչով թեկուզ ոչ ընթացիկ մրցաշրջանում, բայց ունի Ռեալը ներուժ այս կազմով ու այս մարշչով ինչ որ բանի հասնելու։ Ես նույնպես համաձայն եմ, ես տեսել եմ այս ֆուտբոլիստների վստահությունը, նրանց աչքերում տեսել եմ վստահությունը եւ Ռեալը այնպիսի կազմ ունի, որ այս կազմով շատ դժվար է չհասնել մեծ նվաճումների եւ Ռեալը ունի մարզիչ, որքան էլ նրան քննադատում են վերջերս, որի հետ շատ դժվար է չհասնել հաջողությունների։ Պես որ հաջողություններ Ռեալին նոր տարում հաղթանակներ։ Դե մի բան էլ իսպաներեն ասա Իշխան ջան եւ ավարտենք։ Պենալտի ապավոնդել Ռեալ Մադրիդ։ Այս քանի օրը շատ է։ Ալա Մադրիդ։ Չարաշահում ես այդ արտահայտությունը։ Մի անգամ եմ ասել։ Այդ դու ես մի անգամ ասել, բայց TikTok-ում քանի անգամ եք լսել։ Հազարավոր անգամներ։ Feliz Navidad։ Այդ էլ կարող ենք ասել, չէ՞, ոնց է իսպաներեն։ Feliz Navidad։ Feliz Navidad։ Feliz Año Nuevo։ Feliz Año Nuevo, դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել Պապա Պերես պոդքասթին, տեսնենք մեր գլխին ինչա գալիս, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ, մինչ նոր հանդիպում։ Հալամադիդ։